Առաջինի եթերում մանրամասներն են, բարև ձեզ, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսօր իմ հյուրն է լրագրող Թաթուլ Հակոբյանը, բարև ձեզ, պարոն Հակոբյան։ Աստուծո Պարոն Հակոբյան, շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել այս ընտրություններից հետո, երբ տեսեք, կարծես թե բոլորը դժգոհ են։ Դժգոհություն է նկատվում հաղթող կուսակցությունում, քաղաքացիական պայմանագրում, որոշակի դժգոհություն։ Դժգոհ է հաղթած ընդդիմությունը, որը անցել է խորհրդարան։ Դժգոհ են Բարգավաճ Հայաստանում, կարծես թե։ Դժգոհ են մարդիկ, ովքեր իրենց ձայները տվել են տարբեր քաղաքական ուժերին, որոնք չէին հայտնվել խորհրդարանում, հասկանալի է։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, արդյոք այս ընտրությունները, որովհետև շատ է հնչում այդ բառը, ընտրությունները լեգիտիմ չեն, պետք է վերաքվեարկություն, ոչ թե նոր ընտրություններ, այլ ձեր կարծիքով դրա համար կան ռեալ ներքաղաքական նախադրյալներ։ Հետաքրքիր էր ձեր այս բացման խոսքը, ուղիղ չեմ պատասխանի ձեր հարցին, բայց իմ պատասխանով կպատասխանեմ ձեր նշած հարցին։ Վերջի ամիսներին ես համագործակցում աշխատում էի մի կազմակերպության հետ, որը նաև սոցիոլոգիական հարցումներ էր իրականացնում, որոնք չեն հրապարակվել, այսինքն ներքին օգտագործման համար, եւ երբ որ այդ թվերը 3 սոցիոլոգիական հանրային հարցում ենք անցկացրել, ընդ որում առանց հրապարակելու նշանակում է մենք խնդիր չունենք որևէ մեկին փնովելու կամ որևէ մեկին պաշտպանելու, որտեղ միշտ այդ խնդիրը կա, չէ, ում օգտին է համար աշխատում։ Եվ երբ որ ես համեմատում եմ այն թվերը, որ կա այս մեր ստացված թվերի հետ, չէ, շատ մոտ են տվյալները։ Իմ ընկալմամբ նորմալ էր այս արդյունքները նորմալ են։ Իրական պատկերը, այո, նաև ես մարդ, որը ինձ համարում եմ մարդ, որը Հայաստանը զգում եմ, Հայաստանը ճանաչում եմ, Հայաստանով ման եմ գալիս անդադար եւ շփվում եմ մարդկանց հետ։ Հիմա ես եւ դուք պետք է մեր նախասիրությունները դնենք մի կողմ եւ ռեալ պատկերին նայենք։ Փաստ առաջին ակնհայտ է, որ այս ընտրություններում ամենաշատ քվեները ակնկալվում էր, որ պետք է տաներ իշխող ուժը եւ տարել է։ Մեր բոլոր սոցիոլոգիական հարցումներով քաղաքացիական պայմանագիրը 50%-ին չի մոտեցել։ Ուզում եմ ասել, որ թող որևէ մեկը բան չանի, էլի, ճիշտ է, այլ հարցումներով ուրիշ թվեր են ներկայացրել, այո։ Փաստ երկրորդ, ակնհայտ երկրորդ ուժը Սամվել Կարապետյանի ուժն է։ Փաստ երրորդ, այնքան էլ ակնհայտ չէր, բայց քանի որ սա արդեն իմ ուղակի մեկնաբանությունն է, քանի որ այս ընտրություններում լավագույն քարոզարշավն իրականացրեց Քոչարյանի թիմը, իրենց ռեյտինգը աննկարագրելի բարձրանում էր, չեք պատկերացնի ինչ ձևով, եւ երբ որ ես զուտ կողքից նայում էի, շատ քաղաքական իմաստով շատ լավ քարոզարշավ էին իրականացնում։ Եվ անցան խորհրդարան, ճիշտ է, միշտ շեմի վրա էին ոնց որ հա 8% կլինի, չի լինի, բայց վերջի շրջանում ակնհայտ էր, որ նրանք անցնելու են։ Եվ գիտեք, հատկապես այն բանից հետո, երբ որ Ռոբերտ Քոչարյանը վերջնականապես իջավ փողոց, այսինքն ինքը իջավ փողոց, սկսեց մարդկանց բարևել, մարդկանց հետ նկարվել, այս ամեն ինչը շատ բան փոխեց։ Եվ ամենակարևոր փաստը, որ ակնհայտորեն եւ ես այստեղ կասկած չունեմ, խորհրդարան է անցել նաեւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ այդ կուսակցությանը կրկին անկախ նրանից մենք նրան այդ կուսակցության նկատմամբ ինչ բաներ ունենք, հա, համակրանքներ եւ հակակրանքներ ուներ, ակնհայտորեն նրանք էլ են անցել եւ այդ կուսակցությանը դուրս դրեցին Հայաստանի իշխանությունները դուրս դրեցին խորհրդարանից, ինչը նշանակում է, որ այս խորհրդարանի, հետևաբար նաև այս կառավարության վրա կա լեգիտիմության մի մեծ մինուս, բայց կրկնում եմ, ընդհանուր տրամադրություններն ու եւ այն սոցիոլոգիական հարցումները, որ մենք ունեինք հրապարակված եւ չհրապարակված, կարող եմ ասել շատ մոտ էին իրականությանը, բայց Բարգավաճ Հայաստանին դուրս թողնելը իմ կարծիքով մնալու է այս ընտրությունների վրա ամենամեծ բիծը։ Տեսեք, պարոն Հակոբյան, դուք նշում եք, եւ ոչ միայն դուք, շատերն են նշում, որ Բարգավաճ Հայաստանին դուրս են թողել, Բարգավաճ Հայաստանը անցել է կենտրոնական ընտրական հանձնաժողովը դուրս է թողել խորհրդարանից։ Ես շատ եմ լսում այդպիսի կարծիքներ, բայց այդ կարծիքների ֆոնին շատ пассив է հենց Բարգավաճ Հայաստանը։ Սա մի տեսակ պարադոքս է ինձ համար, իրենք հիմա պետք է, այսպես ասած,
Առաջինը իրենք այդ մասին խոսեին, չգիտեմ, գործեին, ես չգիտեմ այդ դեպքում ինչ են անում, ես քաղաքական գործիչ չեմ, բայց իրենք շատ пассив են։ Ինչու՞։ Լավ հարց եք տալիս, որի պատասխանը հավանաբար պետք է հնչեցնեն հենց այդ կուսակցության ներկայացուցիչները, բայց ես նաև կարող եմ ասել, որ դա կախված է նրանից, որ այդ կուսակցության կարևոր դեմքերից մեկին ծանրագույն մեղադրանք է ներկայացվել, մենք պետք է պահենք անմեղության կանխավար կածը, եւ քանի դեռ Հայաստանում ուրեմն դատական գործընթացով մարդու վրա մեղադրանք չկա, ես որևէ մեկին որևիցե մեղադրանք չեմ կարող բան անել, հա, սա մեկ, սա շատ կարևոր է եւ էլի այդ սոցհարցումները, որ ես նայում էի, դինամիկան Բարգավաճ Հայաստանի առաջի արդյունքներով գիտեք քանի տոկոս ձայն ուներ 8%։ Առաջի հարցումը, որ մենք անց ենք կացրել, մենք չասեմ, այն կազմակերպությունը, որի ես համագործակցել եմ, ին վրա շատ բան չվերցնեմ, 8% էր, հետո իջավ 6.7%, բայց ակնհայտորեն անցնում էր, ակնհայտորեն, բայց այդ դեպքերից հետո, երբ որ ուրեմն Անդրանիկ Թևանյանին ձերբակալեցին, դրանից հետո արդեն իջնում էր 4 քանից։ Ինչու չի խոսում, որովհետև նաև կուսակցության նկատմամբ կա ակնհայտ բան, իշխանությունների կողմից ակնհայտ հետապնդումներ, եւ այդ պատճառով հավանաբար իրենք փորձում են ավելի զուսպ լինել, բայց կրկնում եմ, իրենք պետք է այս ամեն ինչին պատասխան տան, մեկնաբանություն տան։ Գուցե իրենք ինչ-որ դատական գործընթացի մեջ մտնեն, չեմ կարող ասել։ Պարոն Հակոբյան, ինձ համար էլ ընդհանուր առմամբ կանխատեսելի են ձեր նկարագրած եւ ընդհանուր առմամբ արձանագրված ընտրությունների արդյունքները կանխատեսելի չէր, այլ ես անկեղծ ասեմ ձեզ, ես զարմացած եմ, եթե Բարգավաճի ձայներն հաշվենք, որ կես միլիոնից ավել մարդ Հայաստանի Հանրապետությունում ձայն է տվել ռուսամետ ուժերին։ Եվ դա այդ ամբողջ տեղեկատվական պատերազմներից հետո, հիբրիդային պատերազմներից հետո, Արցախի անկումից հետո, ջերմուկից հետո, մի խոսքով հասկանում ենք ինչի մասին է խոսքը գնում։ Սա ձեր կարծիքով կանխատեսելի է, սա նորմալ արդյունք է մեր հասարակության համար, հաշվի առնելով ինչի մեջով ենք մենք անցել առնվազն 20 թվականից սկսած։ Նայեք, դուք մի հարց եք տալիս, որի մեդալի մի երեսի մասին խոսեցիք դուք, ես կուզենամ միջև հարցին պատասխանել նաև մեդալի մյուս կողմը ներկայացնել, ձեր թույլտվությամբ տեսեք։ Ակնհայտ է, որ ռուս խաղաղապահների անգործության պայմաններում տեղի ունեցավ Արցախի տեղահանությունը, դեպորտացիան, բռնի տեղահանությունն ու հայաթափումը, ակնհայտ է, որ ռուս-թուրքական պայմանավորվածություն կար 2020 թվականի պատերազմի հետ կապված։ Իհարկե, եթե դուք ասեք կարող եք ապացույց ներկայացնել, չէ, չեմ կարող ապացույց ներկայացնել, որովհետև տարիներ են պետք, որպեսզի արխիվները բացվեն եւ մենք դա տեսնենք, բայց Շոյգուի հայտարարությունը շատ է ցիտվել, ես չեմ ուզում հիմա նորից ցիտենք։ Այս ամեն ինչը ակնհայտ է։ Իրողությունների հերթականությունը եւ տրամաբանությունը այդ մասին են խոսում, մենք դա հասկանում ենք։ Բայց նաեւ այս բանը, որ դուք ներկայացրեցիք, իսկ ինչու նաեւ հետեւյալ հարցը չտանք։ Իսկ տրամաբանական է, երբ որ ժողովուրդը այս աղետներից հետո գնում է ձայն է տալիս մի իշխանության, որի ժամանակ է տեղի ունեցել պատերազմը, մի իշխանություն, որը միակն է եղել, որ ունեցել է լեգիտիմություն, մեծ լեգիտիմություն Ղարաբաղյան խնդիրը կարգավորելու, 96-ին եկեք անկեղծ լինենք, Լևոն Տեր-Պետրոսյանը այլևս չուներ լեգիտիմություն այդքան, 91-ին իհարկե ընտրված նախագահ էր։ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը երբեք չեն ունեցել լեգիտիմություն եւ միակը Նիկոլ Փաշինյանն էր, որ այդքան լեգիտիմության, այդքան մեծ պաշարով փաստորեն մեծ պատերազմ բերեց։ Հիմա ես կներեք, էլի չստացվի, որ ես ասում եմ մենք ենք հարձակվել Ադրբեջանի վրա, չէ, դա չեմ ասում, Ադրբեջանն է հարձակվել, բայց ինչ ենք մենք արել, որ այդ հարձակումը տեղի չունենա։ Արհավիրքն էլ տեղի ունեցավ, հայաթափումն էլ տեղի ունեցավ այս իշխանությունների ժամանակ, այսինքն այդ նույն հարցը տալիս են նույն առոգանությամբ, նույն շեշտադրումով այն մարդիկ, որոնք քննադատում են իշխանություններին, ասում են, բայց չեք ամաչում այ ժողովուրդ։ Ոնց կարելի էր այսքան աղետներից հետո գնալ այս իշխանությանը։ Ես հասկացա։ Հիմա շարունակենք։ Այս տրամաբանությունը շարունակենք։ Բայց ես հարցին պատասխանեմ, գիտեք, Հայաստանի ընտրությունների պատմությունը, երբ որ ես ուսումնասիրում եմ, իսկ ես ունեմ ինստիտուցիոնալ հիշողություն եւ 90-ական թվականներից այս կամ այն կերպ լրագրության մեջ եմ։ Ես միշտ հիշում եմ, որ Հայաստանում
ձայն են տալիս ընդդիմությանը, ոչ թե ընդդիմությանը ձայն տալու համար, այլ ընդդեմ ռեժիմին, ընդդեմ իշխանություններին։ Եվ այսպես հերթականությամբ կարող եմ ասել, էլի 96-ին Վազգեն Մանուկյանին ձայն տվեցին ընդդեմ Լևոն Տեր-Պետրոսյանի, հայր եւ որդի։ Բողոքական քվեարկություն է։ Այս էլ նույնն է, եւ ես համաձայն չեմ, որ այդ մարդկանց բոլորին անվանում են ռուսամետներ, Կրեմլի հպատակ, նկատի ունեմ ընտրողներին, բայց այդ մարդիկ գնացել են եւ ոչ են ասել գործող իշխանություն են, այստեղ շատ կարեւոր նրբերանգ կա։ Հիմա դուք շարունակեք ձեր հարցը։ Դուք ներկայացրեցիք, հիմա շարունակենք երկրորդ մեդալը, շատ ճիշտ է, բայց միգուցե այդ երկու մեդալների պատասխանը համագումարում հետևելն է, որ մարդիկ, այդ 700,000-ից ավել մարդիկ, հա, գնացին եւ ընտրեցին գործող իշխանությանը, որովհետեւ չէին ուզում, որպեսզի շարունակվի այն բոլոր գործողությունները, որոնք սկսվել են այսօրվա ռուսամետ ընդդիմության, երեկվա ռուսամետ իշխանության կառավարման տարիներին, միգուցե ես ուղղակի վարկած եմ առաջարկում, միգուցե բացատրությունը այստեղ է եւ շարունակենք։ Նայեք, բացատրությունները շատ կարող են լինել, ես ձեզ ասեմ, եւ իմ կարծիքով ամենամեծ բանը, որ այս իշխանությունները գնացին եւ այս ժողովուրդը, մեր ժողովուրդը, եւ եկեք, ես չեմ սիրում, երբ որ թիրախավորում ենք մարդկանց, ընտրություն բառը նշանակում է ընտրել, եւ եթե ցուցակի մեջ կար 18 ուժեր, ես հավասարաչափ իրավունք ունեի ընտրել որևէ մի ուժի, սա նշանակում է ընտրություն, այնպես որ ես չեմ ուզում որևէ մեկին թիրախավորեմ։ Մենք երևույթն ենք քննարկում։ Այո, մենք երևույթն ենք քննարկում։ Նայեք, ես կարծում եմ, որ աղետից եւ արհավիրքից հետո մեր ժողովուրդը ամբողջությամբ օդից իջել է ներքև գետնի վրա եւ շատ լավ է զգում, հասկանում, որ նոր պատերազմը կարող է մեզ նոր աղետներ բերել եւ մանավանդ իշխանությունները բավականին հնարամիտ ձևով, հնարամիտը վատ իմաստով եմ ես ասում, շահարկեցին, որ սեպտեմբերին աղետալի պատերազմ է լինելու, եթե մեզ չտակ սահմանադրական մեծամասնություն։ Գիտեք, սա շատ կարևոր էր։ Մի ժողովուրդ, որի տուն զոհ է եկել, եթե իր տուն չի եկել, իր հարևանի տուն է եկել, իր բարեկամի տուն է եկել, իր գյուղ է եկել, եւ այս աղետը, որը 1920 թվականի ուրեմն Կարսի կորստից հետո ամենամեծ մեր աղետն էր, հենց այնպես չէր կարողացնել։ Մարդիկ վախեր ունեն։ Մարդիկ մի ժողովուրդ, որ գիլդի մուլտիկներով ուրախանում էր Իլհամ Ալիևին ծաղրելը, այսօր այդ նույն ժողովուրդը, ես չեմ ուզում ստորացնեմ իմ ժողովրդին, սարսափելի վախենում է Իլհամ Ալիևից։ Եվ ինքը մտահոգություն ունի, որ եթե հանկարծ չլինի այս իշխանությունը, կգան այս մարդիկ, որոնք էլի խոսում են խաղաղությունից, չէ՞, արժանապատիվ էին առաջ դնում, ուժեղ խաղաղություն տարբեր ձևերով, եւ գնացին եւ ընտրեցին։ Սա մեկ, երկրորդ, կան հավատավոր մարդիկ, որոնց ուղղակի դուր է գալիս այս իշխանությունը։ Ուղղակի դուր է գալ, իրենց դուր է գալ։ Եվ ուզում եմ նաև մի բանի մասին խոսենք, որ քչերն են խոսում, եւ ես տաղավարը ուզում եմ օգտագործել։ Անդադար խոսվում էր, որ գիտեք, ուրեմն Ռուսաստանից ընտրողներ են բերում, լիքը փող են բաժանում, անկեղծորեն ես ապրում եմ մի գյուղում, որտեղ եթե լիներ դա ես կիմանայի, էլի, ոչ փողա բաժանվել, ոչ մարդկանց ստիպել են գնալու ընտրություններին։ Ես ձեզ ավելին ասեմ, իմ գյուղում 8 կուսակցություններից 16-ը ձայն է ստացել։ Պատկերացնում եք, ընդամենը 2 ուժ է, որ 0 էր ստացել։ Մնացած բոլորը 1-ից մինչև 308 ձայն է ստացել։ 308 Նիկոլ Այսինքն ձայների պլուրալիզմ եղել է։ Եվ ասում եմ, չկար որևիցե բան, բայց մենք չենք խոսում վարչական ռեսուրսի մասին։ Օրինակ, սահմանամերձ գյուղերում, ինչպես իմ գյուղն է, քվեարկում են զինվորականները։ Այն տեղամասը, որտեղ քվեարկություններ իմ տնից, որտեղ ես ապրում եմ, 40-ից 50 մետր է հեռու։ Կրկնում եմ, որևէ բան միջադեպ չի եղել, շատ հանգիստ, բայց շատ ակտիվ էր այդ ընտրությունը, բայց այստեղ դովերի մասին չէ՞ խոսում։ Այո, սահմանամերձ գյուղ, որտեղ ես ապրում եմ, եւ տեսնում էի, որ զինվորականները ոնց էին գալիս քվեարկում։ Հիմա
իհարկե այդ խցի մեջ դու մենակ ես մնում ինքդ քո հետ, ուրեմն քո խիղճն է եւ այլն, բայց մենք գիտենք, որ Հայաստանի բոլոր ընտրություններում բանակը ում օգտին է քվեարկում, ոստիկանությունը ում օգտին է քվեարկում, իրավակարգի ուժերը ում օգտին են քվեարկում, բյուջետային աշխատողները ում օգտին են քվեարկում։ Այսինքն, եթե մենք այս ամեն ինչը գումարում ենք, այսինքն Նիկոլ Փաշինյանի խարիզմա, որը անկասկած ես էլի մոտավոր թիվ եմ ասում, առնվազն 20+% Հայաստանի բնակչության Նիկոլ Փաշինյանին համակրում է։ Առնվազն, այսինքն յուրաքանչյուր 5-րդ մարդը, վարչական ռեսուրս, վաղ որ նախկինները կգան եւ դա շատ լավ շահարկեցին, եւ այս ամեն ինչը իհարկե կազմում է այն տոկոսը, որ մենք ունենք։ Տեսեք, շարունակենք, հա, մեր տրամաբանական շղթան, հա, բացահայտել, իշխանությունը պնդում էր, որ եթե նրանք չստանան սահմանադրական մեծամասնություն, այսինքն ձայների 2/3-ը լինելու է պատերազմ, նրանք չեն ստացել։ Բարգավաճի այս դուրս մնալու արդյունքում ունեն 3/5։ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացել կապված Հայաստանի սահմանադրության հետ, իհարկե իշխանությունը պնդում է եւ դրա համար էլ ունի հիմքեր, որ դեռ 18-ին է որոշվել սահմանադրական փոփոխություն։ Մի խոսքով, մենք կարիք ունենք սահմանադրական փոփոխությունների, այդպես է ստացվում։ Հիմա ձեր կարծիքով որ սցենարով կարող է գնալ, ընթանալ, զարգանալ իրավիճակը կապված այդ փոփոխությունների հետ, որոնք իրականում մեզ պետք են։ Նայեք, այնքան դժվար է կանխատեսել այս տարածաշրջանում, որտեղ ընդհանրապես, երբ որ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, ես որոշեցի, որ այլևս կանխատեսում չեմ անելու։ Որտեղ բոլորս ասում ենք, որ չի հարձակվել։ Ես էլ եմ ասել։ Հա, որովհետեւ, չէ, ես չեմ ասել չի հարձակվել, բայց չի հարձակվել։ Խորը համոզմունք եմ ունեցել, որ երկու գրեթե շատ մոտ ժողովուրդներ նման բան չէր կարող լինել։ Դրա համար բան կանեմ, ես ուղղակի կարող եմ այսպես ասել օփշններ, այսինքն տարբերակներ։ Մենք դա ենք փորձում տարբերակներ։ Տարբերակ առաջին ուրեմն, քանի որ այս տարածաշրջանում ներգրավված է Դոնալդ Թրամփն ու Միացյալ Նահանգները եւ Թուրքիայի նաեւ դրական ներգրավվածությամբ Ադրբեջանի վրա ճնշմամբ Ադրբեջանը կարող է հետ կանգնել իր այդ պահանջից, թեև այդքան էլ չեմ կարծում, որ հետ կկանգնեն, բայց կարող է մի ինչ-որ միջանկյալ տարբերակ, երբ որ կստորագրվի փաստաթուղթ, բայց ապագայի խոստումով, որ այս կետը պետք է ինչ-որ ձև, ես նկատի ունեմ անկախության հռչակագիրը սահմանադրության նախաբանից հանելը, որը Ադրբեջանը համարում է, միանշանակ համարում է իր տարածքների նկատմամբ հավակնություններ։ Տարբերակներից մեկը սա կարող լինել։ Տարբերակ երկրորդ, Հայաստանի իշխանությունները կարող են գտնել այն մի քանի падգամավորները ազգային ժողովում տարբեր միջոցներ օգտագործելով, որոնք կմիանան եւ հնարավոր կլինի անցկացնել սա հանրաքվեի դնել։ Ուժեղ Հայաստանից եւ Հայաստանից։ Այո, օրինակ։ Ես թույլ տվեք ես այսպեսի նաեւ մի հատ վարկած առաջարկեմ, որի հիմքում ես չունեմ տեղեկատվություն, ինսայդերական, բայց որը ինձ միշտ մոտ է թվացել իրականությանը։ Ես կարծում եմ, որ Բարգավաճ Հայաստանի եւ Նիկոլ Փաշինյանի այս կռիվը պայմանավորված է նրանով, որ գուցե նախնական պայմանավորվածություն է եղել, որ Բարգավաճ Հայաստանը կարող է միանալ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանում, նաև հաշվի առնելով, որ 18 թվականին նույն Բարգավաճ Հայաստանը Դաշնակցության հետ միասին օգնել է Նիկոլ Փաշինյանին, 18 թվականի ընտրություններում իրենք նաև ունեցել են համագործակցություն, եւ ես մտածում էի, որ Եթե շատերը իդեպ դա չեն հիշում արդեն։ Համորացել են Շատ լավ է որ դուք հիշեցիք։ Եվ սա ինչ որ խարանելու կամ գովելու բանի համար չէ, սա փաստ է, սա քաղաքական գործընթացի մաս է։ Եվ ես մտածում էի, որ Նիկոլ Փաշինյանի հույսը հենց Բարգավաճ Հայաստանն էր, եւ ես կուզենամ իմ այս վերլուծությունը հերկվի բանի կողմից, հա, Բարգավաճի կողմից, նրա ներկայացուցիչների կողմից։ Եվ ինձ տպավորությամբ եկավ մի պահ, որ Բարգավաճը չուզեցավ մտնել այդ բեռի տակ եւ եղավ այն ինչ որ հիմա մենք տեսնում ենք։ Ես այսպես եմ մտածում։ Դրա համար այդքան пассив է։ Այո, Իմ նախորդ հարցի պատասխանը։ Միգուցե, բայց կրկնում եմ, ես չունեմ Բարգավաճի ներսից որևէ նման տեղեկատվություն։ Գալով նրան, որ կարող է արդյոք կարող է տեղի ունենալ այդպես ճամբարափոխություն, իհարկե կարող է տեղի ունենալ։ Այդպիսի բան տեղի ունեցել Հայաստանի քաղաքական պատմության մեջ առաջին անգամ 1990 թվականին, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը չէր ընտրվում խորհրդարանի նախագահ, ուրեմն հանգուցյալ Վլադիմիր Մովսիսյանի հետ, Կոմկուսի առաջնորդի հետ, եւ այնտեղ պետք էր 1-2 քվե, եւ եղան այն մարդիկ, ովքեր կոմունիստներից անցան
բանի կողմը, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը 90 թվականի օգոստոսի 4-ին դարձավ խորհրդային նախագահ երկրի առաջնորդ։ 18 թվականին հանրապետականը իօքուտ Նիկոլ Փաշինյանին է քվեարկել։ Իհարկե։ Հիմա դա էլ չեն ուզում հիշել։ Դա էլ չեն ուզում հիշել։ Եվ ես ամեն այդ մայիսը, որ գալիս է, այդ օրը, կարծեմ մայիսի 1-ն էր, ես իմ Facebook-յան էջում հիշեցնում եմ այն ուժերին, որոնք քվեարկել են Նիկոլ Փաշինյանի օգտին, բայց դա էլի չեմ անում նրա համար, որ ասեմ դուք ինչ վատ բան եք արել, այլ ուզում եմ ցույց տալ, երբ որ դուք մարդկանց թիրախավորում եք, ասում եք դուք բոլորդ նիկոլական եք, այդ դուք եք իշխանություն, դուք եք իրեն բերել իշխանության, դուք եք իրեն օգնել, այդ չանեիք, հիմա ինչի մասին է խոսքը։ Այնպես որ ես նաև այդ սցենարը չեմ բացառում, երբ որ այսինքն գտնվի մի ինչ-որ ճանապարհ, որ այդ հանրաքվեն անցկացվի, այլ խնդիր է, արդյոք հանրաքվեն կանցնի թե չէ։ Այստեղ ես էլի լրջագույն մարտահրավերներ եմ տեսնում։ Գիտեք ինչ կա, իմ տպավորությամբ այնուամենայնիվ Ադրբեջանում այդպես էլ լավ չեն հասկացել, որ Հայաստանը 90 թվականից ամեն դեպքում հիբրիդային է, թե ինչ է ժողովրդավարական երկիր է։ Դու չես կարող պայմանավորվել արտաքին քաղաքական մի հարց ներքին գործընթացների վրա հույս դնելով։ Քանի որ Ադրբեջանը ինքը կարա անի, Ալիև ինչ ուզենա կարա անի, ինչ օրենք ուզեն անցկացնի, բայց Նիկոլ Փաշինյանը չի կարա, Սերժ Սարգսյանն էլ չէր կարող, պատկերացրեք Ռոբերտ Քոչարյանն էլ չէր կարող, որովհետև ամեն դեպքում Հայաստանը հետխորհրդային տարածքում ամեն դեպքում միշտ եղել են բռնություններ, ընտրակեղծ ամեն ինչ եղել է, բայց մեր հանրապետությունը, մեր երկիրը այնուամենայնիվ ունեցել է ժողովրդավարության մի մակարդակ, որը բնորոշ չի եղել Ադրբեջանին, Բելարուսին եւ միջինասիական այդ ավտորիտար պետություններին։ Պարոն Հակոբյան, մեր զրույցը տրամաբանական եկավ իր վերջնամասին եւ կա եւս մեկ թեմա եւ մեկ հարց, որը ես կցանկանայի ձեզ հետ քննարկել։ Մենք 4 կողմից, միշտ ասում են 2 կողմից, ես ասում եմ 4 կողմից։ Շրջապատված ենք թուրքախոս պետություններով, որտեղ կա առնվազն թուրքախոս մարդիկ, եւ Վրաստանում, եւ Իրանում ավելի շատ, մեր սահմանների մի դեպ։ Սա ինչ խոսք միշտ եղել է եւ կա մեզ համար վտանգ, ինչ էլ լինի։ Հիմա հարցը այսպիսինն է, երկար տարիներ մեր կառավարությունները, տարբեր նախագահների օրոք փորձում էին այդ հարցը լուծել մեր անվտանգությունը տալով, մեր անվտանգության խնդիրները լուծելու այդ իրավունքը եւ ինչ որ առումով պարտականությունը տալով Ռուսաստանին։ Մենք տեսանք, որ դա չաշխատեց։ Առնվազն 16 թվականից հետո, 16 թվականին առաջին ահազանգներ 20, 21, 22 եւ 23 չաշխատեց։ Հիմա մենք այդ նույն խնդիրը ես կարծում եմ ունենք։ Ես շատ ուրախ եմ, որ մենք մտել ենք խաղաղության դարաշրջան, ինչպես ասում են մեր իշխանությունները, բայց այնուամենայնիվ անվտանգությունը պետք է ապահովենք։ Ձեր կարծիքով, հաշվի առնելով այդ ամբողջ մեր ճանապարհը, որը անցել է Երրորդ հանրապետությունը, դժվարին ճանապարհ, աղետները, որոնց մասին դուք ասացիք, ինչպիսի լուծում կարելի է քննարկել գոնե այսօր, որ ուղղությամբ պետք է գնանք, որ այդ մեր անվտանգությունը փորձենք ապահովել։ Դե իհարկե աշխարհագրությունը չես կարող փոխել եւ չես էլ կարող մեր շուրջ այդ 4 կողմից այդ թուրքախոս բնակչությանը տեղահանես, չես կարող ուղղակի եւ պետք է գործես այն պայմաններում, ինչ պայմաններում որ մենք ուրիշ երկիր չունենք, մենք ուրիշ Հայաստան չունենք, ուրիշ հարևաններ չունենք եւ պետք է այդ իմաստով փորձել լեզու գտնել հարևանների հետ։ Երբ որ ուրեմն մենք հաղթած ժամանակ ենք այդ մասին խոսում, մարդիկ մի քիչ լավ չէին պատկերացնում, թե մեզ հետ ինչ կարող է լինել։ Հիմա այն ինչ որ մեզ հետ եղավ, հիմա արդեն մարդիկ էլի կրկնեմ երկնքից իջել են գետնի վրա եւ հասկանում են, որ չէ, սա ճանապարհ չէ, հետեւաբար մենք պետք է մեր երկու հարևանների հետ, Թուրքի եւ Ադրբեջանցու հետ պետք է մենք լեզու գտնենք։ Ես կարծում եմ այս պայմաններում մենք այլ ընտրանք չունենք։ Գուցե 20 տարի, 50 տարի հետո ինչ որ այլ ընտրանքներ կարող են ծնվել, բայց այս պայմաններում ես կարծում եմ, որ ավելին ես ձեզ կարող եմ ասել, եթե մենք կարողանանք 29700 քանի, որտեղ Ադրբեջանը մի մասը զավթած է պահում,
քառակուսի կիլոմետրանոց Հայաստանը պահել ինքնիշխանությունն ու անկախությունը այն չափով, որ կարողանում են պահել փոքր պետությունները, որտեղ գլոբալ այս աշխարհում կախումներ այնքան մեծ են, որ միշտ պետք չէ այդ բացարձակ խոսել ինքնիշխանությունից եւ անկախությունից, դա կլինի մեր սերնդի համար թույլ տվեք ասել նվաճում, եւ մենք պարտավոր ենք այդ ուղղությամբ աշխատել։ Ես որքան էլ քննադատեմ Հայաստանի իշխանություններին, երբ որ գալիս է պահը բա էլ ուրիշ լուծում կա, իհարկե չկա, լուծում չկա, իհարկե չկա, ինչի մասին է խոսքը, այսինքն ինչ, մենք մի անգամ էլ ենք այս ժողովրդին ուզում տանել աղետի, հա իմ դուրն էլ չի գալիս, որ այս Արարատի ու Արագածի կռվի մեջ ենք մտնում, նույնիսկ այդպիսի հոդված եմ գրել Արագածի եւ Արարատի միջև, այդ ամեն ինչին դուրը չի գալիս, բայց այս պատկերը այնքան ինձ համար բան է նորություն չէ, որտեղ այդ բանը մենք անցել ենք նաև 100 տարի առաջ, նույն է սխալների ճանապարհով։ Հիմա նորից հարց է առաջ գալիս, կա ավելի լավ ճանապարհ։ Եթե կա ու մեզ չեն ասում, չգիտեմ, բայց ես չեմ տեսնում այլ ճանապարհ։ Եվ խոսքը այստեղ գիտեք ինչ կա, լավի ու վատի մասին չի, հայրենասերի ու դավաճանի մասին չի, չգիտեմ, թրքասերի ու հակաթուրքի մասին չի, խոսքը պարզ հետևյալ հարցի մասին է, այլ երկ կա թե չկա, եթե կա, ասեք քննարկենք, բայց գետնի վրա ենք խոսում, հա, Գիլդի մուլտիկների ժամանակվա հռետորաբանությամբ չենք խոսում։ Եվ շատ լավ է, որ այդ հռետորաբանությունը արդեն մոռացվել է։ Արդեն մենք իջել ենք եւ ռեալ մեր մաշկի վրա զգացել ենք աղետները եւ հիմա գլուխներս կախ, շատ խելոք փորձում ենք ստանալ այն ինչ որ հնարավոր է։ Կկարողանանք թե չէ չգիտեմ, բայց եթե մենք կրկնում եմ կարողանանք 29 ու քանի հազար քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի Հանրապետությունը պահել եւ մեր հաջորդ սերնդին փոխանցել, մեր հաջորդ սերնդները մեզ արդեն կդատեն, ինչ բան ասես մեզ կարող են ասել, որ իրանք չկարողացան պահել, Արցախը կորցրեցին, դավաճ ինչ ուզում են թող ասեն, բայց մենք պարտավոր ենք գոնե այս Հայաստանը փոխանցել հաջորդ սերնդին։ Սա իմ ընկալումն է եւ իմ տեսակետն է, թե ինչ է հնարավոր ստանալ այսօր։ Նորից ստիպված եմ վերջում վերադառնանք նախընտրական տրամաբանության, որովհետև երբ այսպիսի հռետորաբանություն է հնչում, որը դուք եք հիմա հնչեցնում եւ որի հետ ես բացարձակ համաձայն եմ, այսպիսի բան են ասում են դուք տանում եք երկիրը թրքացման։ Հիկմետ Հաջիևը եկել է Հայաստան, Դիլիջան կամ Ծաղկաձոր, չգիտեմ որտեղ է եկել, հանդիպել է Արմեն Գրիգորյանի հետ, վերջ, ինքը եկել է այստեղ, դուք տանում եք երկիրը թրքացման։ Հիմա դա էլ է աշխատում ընտրությունների ժամանակ։ Ես վստահ եմ, որ այդ նույն 500,000 մարդկանցից, որոնք քվեարկել են ինչ որ մի մասը ռուսամետ ուժերի օգտին, այդ հանգամանքն է աշխատել, որ իրենք հավատում են, որ այս իշխանությունը իրոք տանում է թրքացման։ Հիմա սրա հետ ինչ անենք։ Անկեղծորեն եմ ասում, ես փշաքաղեցի հիմա, երբ որ դուք հարցը տալիս էիք, ես գիտեք ինչ հիշեցի, Ալեքսանդր Խատիսյանը, Հայաստանի առաջին արտգործնախարարն ու երկրորդ վարչապետը, ժամանակ ինքը գրում է, ասում է, ինձ շատ մեղադրեցիք, որ ես գնացի ոճրագործ թուրքի ձեռը սեղմեցի, որ ոճրագործ թուրքի հետ Բաթումում կենաց բարձրացրեցի, ասում է, բայց դա ես արեցի ոչ թե նրա համար, որ թուրքին սիրում է, ես արեցի հանուն Հայաստանի։ Եվ երբ որ ինքը 1918 թվականի հունիսին Բաթումից վերադառնում էր Թիֆլիս, որտեղ մեր անկախությունն էին բերում, ինքը իր հետ կռվի մեջ էր։ Եվ ինքը իր օրագրի մեջ այսպիսի տողեր ունի, ասում է, որ մեզ մեղադրում եք դուք, որ ընդամենը 10,000 քառակուսի կիլոմետր Հայաստան է եւ այլն, ասում է այդ ամեն ինչը ճիշտ է, ասում է, բայց ասում է մենք անկախ Հայաստան ենք բերում, հասկանում եք։ Հիմա այդ բնական է, ինչ ասես չեն ասելու, որ դա եւ դա աշխատում է ցավոք, այո, եւ դա ցավոք աշխատում է։ Հայաստանը չի թուրքանում, բայց նաեւ մենք պետք է անկեղծ լինենք եւ մեր ժողովրդին մի պարզ բան ասենք։ Այն բացը, որ առաջանում է ռուսների
մասամբ հեռանալուց այդ բացը լրացնելու են երրորդ ուժերը, չորրորդ ուժերը։ Դա կլինի Թուրքիան, դա կլինի Ադրբեջանը, դա կլինի Միացյալ Նահանգները, դա կլինի Եվրոպան։ Հիմա սրանունը դնենք թրքացում, դե եթե սա դնում ենք թրքացում, այս միջև այսօրվան էլ ասենք ռսացում, երկուսն էլ ինձ համար անընդունելի է։ Իսկ միգուցե երրորդը կա դիվերսիֆիկացում իրոք։ Դե դա այն էր, որ մենք չարեցինք եւ եթե անեինք, գուցե այս վիճակին չհասնեինք։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Հակոբյան։ Իմ հյուրներ լրագրող Թաթուլ Հակոբյանը, քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։ Մեր եթերը շարունակվում է, իմ հյուրն է ՈՄԱ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը։ Բարև ձեզ, պարոն Վարդանով։ Բարև ձեզ։ Շատ մեծ աղմուկ է բարձրացվել առաջին հերթին Ռուսաստանում, կապված Հայաստանում անցկացվելիք ամենամյա շատ կարևոր է սա նշել, դարձած արծիվ գործընկեր 2026 զորավարժության մասով։ Զորավարժությունը տեղի ունենալու հուլիսի 17-ից 25-ը արդեն սկսվել է փաստացի եւ հետաքրքիր է, որ այս անգամ է Մոսկվայում այդքան մեծ աղմուկ։ Ես տեսնում եմ տարբեր ԶԼՄ-ներում, տարբեր փորձագետների կողմից հրապարակումներ, որտեղ նշվում է, որ Հայաստանը գրեթե պատերազմ է հայտարարել Ռուսաստանին, այն դեպքում, երբ սա ամենամյա զորավարժությունը եւ առաջի անգամ չի սա։ Եվ սա ոչ միայն գործող իշխանությունն է անցկացրել, նույն Սերժ Սարգսյանի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ դա եղել է։ Ճիշտն ասած չեմ հիշում երկրորդ նախագահի ժամանակ, բայց երրորդի ժամանակ այո եղել է։ Ոչ մի այդպես արտարոց բան չկա։ Ախր Ռուսաստանին թվում է, թե մենք հեսա վաղը մտնում ենք ՆԱՏՕ, Եվրոմիություն։ Այն դեպքում, որ ծիծաղ առաջացնում նման կարծիքները, ոչ թե մենք չենք ուզում, մեզ ընդ ընդունող չկա։ Մեզ օգտագործելու ցանկություն ունեն, այո, նույնիսկ հակառուսական ինչ-որ ասենք գործողությունների մեջ, բայց մեզ այնտեղ ոչ մեկ չի պատրաստվում ընդունի, ոչ ՆԱՏՕ-ի մեջ, որտեղ մեզ եթե ընդունեն ՆԱՏՕ-ի մեջ, դա լուրջ գործողություններ է իրանցից պահանջում, ցանկացած հարձակում Հայաստանի վրա դառնալու է ՆԱՏՕ-ի ընդհանուր բոլոր, ասենք, այդ դաշինքի մասնակից երկրների խնդիրը։ Նույնը Եվրոմիությունն էլ, ասենք, կարճ ասած ռուսական այդ բաները ընդհանուր ռոպագանդայի մեջ է պետք դիտել, մեզ դեպի արևմուտք դրեյֆը, ասենք, բանը, այդ մեր արևմուտքի ուղղությունը դանդաղացնելու կամ կասեցնելու համար արտարոց ոչ մի բան չի։ Հա, մի քիչ տարբերվում է այն բանով, որ մի դասակ բան կան, ֆրանսիացիներ կան, ու մի ջոկից մի քիչ ավել հույներ, 30 թե մի քիչ ֆրանսիացիք են, 11 կարծեմ հույներ։ Այդ բանով մի քիչ տարբերվում է, բայց էլի է եղել, որ միայն Կանզասի աշխարհազորը չի եղել։ Tos մենք փաստորեն զորախաղեր որ անում ենք ամերիկյան բանակի հետ չենք անում, էլի, պետք է ճիշտ հասկանանք։ Մեր զորախաղերը ազգային գվարդիայի հետ է։ Այո, ազգի պահապանների հետ է, որը որ ասենք պաշտպանության նախարարությունից դուրս կառույց է, ինքը պաշտպանության նախարարության գործողությունների ենթակայության տակ անցնում միայն պատերազմական գործողությունների ժամանակ։ Tos այդ նացիոնալնի գվարդիան իրանք մի քիչ ճիշտ են անունադրել, էլի մեր նման չեն, որ կոպիտ սխալ Ես ընթերցեմ մասնակիցների քանակը եւ ցուցակը։ ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադայից 250 մասնակից, Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայից 58 մասնակից, Ֆրանսիայից 24 մասնակից, Հունաստանից 11 մասնակից։ Անլուրջ է, եթե ճիշտ է խոսանք, ու ոնց որ մի քիչ առաջ ասեցի, լիք ավելի շատ քաղաքական ստոպի դեր է խաղում այդ աղմուկը, որ բարձրացրել է։ Ոչ մի այդպես բան չկա մեջ։ Տեսեք, պարոն Վարդանով, դուք նշում եք, որ ծիծաղ է առաջացնում, որ այդ խոսակցությունները, որ Հայաստանը մտնում է Եվրամիություն եւ ՆԱՏՕ եւ նույն ժամանակ նշում եք միևնույն ժամանակ, որ Մոսկվան փորձում է դանդաղեցնել Հայաստանի դրեյֆը դեպի արևմուտք։ Ինձ համար այս հարցը մնում է բաց։ Իսկ այդ դրեյֆը գոնե իրականում կա դեպի արևմուտք, թե չէ։ Այ ռազմական տեսակետից միանշանակ կա, ու դա հասկանալի է։ Քաղաքական էլ կա, բայց ես դրա մեջ չեմ ուզում խորանամ, ոչ էլ ասենք
իմ սֆերան չի, ես բնական ունեմ իմ կարծիքը, բայց մասնագիտորեն ոնց որ ասած դժվար կլինի ինձ այդ ամեն ինչը բացատրել, բայց ռազմական դրև, քաղաքական դրև միանշանակ կա։ Օրինակ, մենք խոշոր տրամաչափի փողային հրետանու մեջ անցնում ենք, կամաց անցում ենք կատարում 152 մմ-անոց փողային հրետանից 155-ին։ Բայց մենք հիմար չենք, ասենք, падրոնի խաթր, բանա, ոնց որ ասած, զենքը առնենք, դա հսկայական հավելյալ ծախս է, ճիշտ է։ Որ բանա, ես միտեղ պատմել եմ այն հին անեկդոտը, որ մեկը մեքենան գալիս է փոխելու, մի շաբաթ առաջ է առել, ասում է, ինչ ա եղել, ասում է, մոխրամանն ա լցվել։ Եթե փամփուշտները, սնարյադները պրծել է, դու թնդանոց չես ձեռք բերում, դա մեծագույն հիմարություն է։ Ուրեմն մենք այդ հիմարությունը, ասենք, դժվար մեզ թույլ տանք, էլի, ինքը ծախսի հետ է կապված, իսկ հաշվի առնելով, որ մենք ռազմական ծախսերը կրճատում ենք, դա նշանակում է ցանկացած կոպեկի վրա դողալու ենք բանի վրա, սպառազինության վրա ծախսված, եւ մենք այդ հիմարությունը չենք կարող մեզ թույլ տանք առանց անհրաժեշտության կալիբրը փոխենք, իսկ ենք փոխում, որովհետեւ Ռուսաստանը թաթախվեց ռուս-ռուսական պատերազմի մեջ, Կիևը եւ Մոսկվան իրար հետ ինչ-որ բան չեն կիսել եւ արդյունքում մենք զրկվեցինք գլխավոր մատակարարից մեր։ Այն որ ասում են բանա սխալա միշտ մի մատակարարից կախված լինելը դա բիզնեսի տեսակետից այո, բայց ռազմական տեսակետից ունիֆիկացիային դեմ գնալը դա նշանակում է ռազմական պրոգրեսը հաշվի չառնել, ռազմական տարբեր, ասենք, փորձը հաշվի չառնել, պատմությունը ռազմական հաշվի չառնել, որտեվ կալիբրը, երբ որ չես փոխում, դա քիչ ծախսեր է, դա ընկերոջիցդ փամփուշտը վերցնել, օգտագործելն է։ Օրինակ հիմա Ուկրաինայում լուրջ խնդրեմ էր, հիմա արդեն երևի ավելի շատ հաղթահարված է, անցնում են ՆԱՏՕ-ի կալիբրերին հրազենի։ Ասենք ավտոմատ կոչվածը, ասենք այս պահին արդեն ՆԱՏՕ-ի կալիբրը ավելի շատ օգտագործում կամ սովետական եւ ռուսական կալիբրը։ Ընկերոջիցդ կարաս փամփուշտվի կալես եւ ոչ մի խնդրեմ։ Բայց երբ որ Կալաշնիկից անցնում էին M16-ի, ասենք, դա լուրջ խնդրեմ է, որտեղ մեկի մոտ կարար լիներ Կալաշնիկով ավտոմատը, մյուսի մոտ M16, ասենք, ավտոմատը եւ հնարավոր չլիներ փամփուշտներից օգտվելը։ Չեմ ասում հակառակորդի, ասենք, ձեռքը տնկած փամփուշտներից չես կարող օգտվես, եթե հակառակորդը ամբողջությամբ դրա վրա է։ Կարճ ասած ինքը ստիպված քայլ է։ 155 կալիբրին մենք ստիպված անցնում ենք, որտեղ ռուսը որպես մատակարար իրեն լավ չի ցույց տվել, խնդիրներ ուներ, գերխնդիրներ ուկրաինական ճակատում, բայց դա մեզ չի հետաքրքրում, որտեղ եթե ինքը երկու եղբայր ընդ հիմարաբար իրար ծեծում են, այստեղ մենք ոչնչացման եզրին ենք կանգնած։ Պետք չի մոռանալ մեր հարևանները ովքեր են։ Ցեղասպան Թուրքիան եւ ջարդարար, ասենք, Բաքուն։ Եվ մենք մեզ չենք կարող թույլ տանք ինչ որ զենքի տեսակ կամ ինչ որ անհրաժեշտ զենքի տեսակ կամ անհրաժեշտ փողի համար, ասենք, բանը սնարյադները պակաս ունենալ։ Մենք ուղղակի չենք կարող մեզ թույլ տալ։ Ոնց որ մի քանի Մոսկվայից խոսացող գլուխներ էին եկել, սրանից երևի մի 2.5-3 տարի առաջ, ասում էին մի քիչ դիմացեք։ Մենք մեր հարցերը լուծենք այնտեղ, հա։ Նույնը երևի իրանք ասում են, երբ որ այնտեղ մեկին իրենց արչև, ասենք, բանա բռնաբարում են կամ մորթում են, հա։ Մի քիչ դիմացի, հեսա ոստիկանությունը 2 ժամից կգա։ Այն կողքի գյուղա գնաց է կարևոր գործով։ Պես չի կարելի էլի մոտենալ։ Իրանք ես չգիտեմ։ Հասկանալի է իրաց մտավախությունները, բայց չի լինում էլի, երբ որ շուրջը սաղ սխալ են, կարող է մեկ հայլու մեջ նայես, էլի։ Ռուսը որպես սպառազինություն մատակարարող, ասենք, այնքան շատ բաներ քիքսեր է թույլ տվել, որ հիմա զարմանում է, որ Հնդկաստանը Իրանից հրաժարվել է, ասենք, նո չի հրաժարվել, բայց գալի չափով, ասենք, սկսել է անցնել սեփական սպառազինության եւ եվրոպական։ Մալայզիան, ասենք, հրաժարվեց իր ինքնաթիռներից, այս մեկը այն, մեկը խիստ զարմանում, այ հարազատ նախքին։ Նա հայլու մեջ քեզ նայ էլի, կարող է սխալները քո մեջ է։
Կարող է ժամանակին չես հասցնում, կարող է ասենք փողը վեկալում ես, ասենք հետո ասում ես հոп, էսի են հին պարտքերի դիմաց, այն հին պարտքերը ուրիշ պայմանագրով են, էլի վավշետը գնացել։ Դու ես այս կոնկրետ պայմանագիրը այն մեկի հետ խառնում։ Իրենք տարբեր արտադրողներ են, ընդհանրապես որ նայում ես, էլի, նույն պետության մեջ են, բայց տարբեր սպառազինություն արտադրողներ են եւ այս մեկի փողը վեգալել մյուսը տալ, հետո զարմանում են, որ իրանցից, ասենք, Ուկրաինայի վրա հարձակվելու պատճառով բանը սարսրել են Բելգիայում եղած փողերը։ Ձեր նման են, քառակուսի, ասենք, իրանց շահերը առաջ տանող Արևմուտքը եւ քառակուսի իրանց շահերը առաջ տանող Ռուսաստանը։ Մենք պետք է այնքան խելք ունենանք, որ ոչ մեկի հետ չթշնամանանք։ Եթե մենք թշնամանանք, ինչ ենք շահելու։ Եվս մի հատ թշնամի։ Նենց չի, որ մենք թշնամացնենք Ռուսաստանը, բան քեմալիստական եւ ասենք Էրդողանական Թուրքիան մեր եղբայրը կդառնա։ Դե տեսեք, պարոն Վարդանов, հենց խնդիրը այստեղ է, ես ինչի մեր զրույցը դրանից սկսեցի, որ կարծես թե մենք չենք ուզում թշնամանանք, բայց մեզ այսպես զորով թշնամացնում են, ասում են դուք թշնամի եք, որովհետև երբ որ դու լսում ես այդ խոսացող գլուխները Մոսկվայում Պերովի կանալներից ինչեր են խոսում, տպավորություն է ստեղծում, որ ուզում են որ մենք թշնամիներ դառնանք։ Դե հիմար մոտեցում է։ Դա ապես կայսրություններին շատ դժվար է հանդուրժել, երբ որ իրենց նախկին հողերի վրա գտնված պետությունները մի քիչ սեփական շահերը առաջ են տանում։ Այդտենց Անգլիան շատ ծանր էր տանում, ասենք Հնդկաստանի ինչ-որ քայլերը, շատ ծանր է տանում Ֆրանսիան, երբ որ Աֆրիկայում ինչ-որ քայլեր եղավ, ասենք Իրան դեմ ուղղված, նույն Մալիում, Բուրկինա Ֆասոյում, դե բնական է Ռուսաստանն է շատ ծանր է տանում մեր կամ Վրաստանի կամ Միջին Ասիայի, ասենք ինքնուրույն քայլերը։ Այդ ծանր է տանում, թող սառը ջուր խմի, ինչ ասեմ, լավ խորհուրդ է, մանավանդ այս շոքին սառը ջուրը պիտանի է։ Պարոն Վարդանով, իհարկե ավտոմատը շատ կարևոր է, Կալաշնիկովը 155 մմ-անոց հրանոթները կարևոր են, բայց ընդհանուր առմամբ մենք հնարավորություն չենք ունեցել դեպի դա խոսենք, քննարկենք մայիսի 28-ի զինվորական շքերթից հետո, չնայած ոմանք չեն կոչում դա զինվորական շքերթ, այնուամենայնիվ մենք տեսանք տարբեր զինատեսակներ, տարբեր երկրների արտադրության, ռուսական էլ տեսանք իդեպ նոր զինատեսակներ։ Այս զենքերի նոմենկլատուրան ըստ ձեզ դա 21-րդ դարի պատերազմների զենքեր են։ Թե մենք էլի պատրաստվում ենք, կա չէ այդպիսի բան, գեներալները էլի պատրաստվում են անցյալի պատերազմներին։ Ընդհանրապես պիտի հասկանանք, որ դուրապես 100,000 կամ 50,000 տարի առաջ ստեղծված սառը զենքը առեսօր աշխատում է։ Չպետք է հրաժարվես դանակից, եթե դու ունես, ասենք, ուրիշ զենք։ Դանակը էլի մտնում է քո սպառազինության, հասարակ բան ասեմ, անօթաչուների, ասում են, ժամանակա շատ հաճախ ոմայի հետ կապված ռոլիկներում տակը կոմենտներ են գրում, ես ինչ եք սովորացնում, բան ընդե անօթաչուի վախտավոր, գոնե մեկ-մեկ նայում եք կադրերը, ասենք, ռուս-ուկրաինական ճակատից հարազատներ, ինչ է կատարվում, ռոլիկը, բանը, բեսպիլոտնիկը գալիս է, անօթաչու թռչող սարքը, կրակում են, չէ, որ ինքը իր չգա գմփա, չգա սպանի այդ կրակողին կամ իր կողքինին, այդ ամեն ինչը շատ կարևոր է, այն ինչ որ ցուցադրել են շատ կարևոր է։ Ես իհարկե ասենք մի քիչ չէ, շատ բացասական եմ վերաբերվում պարադային տրամաբանությանը, բանակաշինության գործում, երբ որ մեկ ստորաբաժանում լավն է, մնացածը ասենք, չբնութագրեն, երբ որ շատ ամենալավ զորամասը Հայաստանի դա ռոտոպաչոտնի կառավարումն է։ Ես շատ վատ եմ ընդհանրապես դրան վերաբերվում, բայց սպառազինության իհարկե կար մանիպուլյատիվ բաներ այնտեղ, որ անունները փոխել էին այն բանով, որ որոշ ընտրողներ ընտրություններից առաջ էլի համոզված են, որ հիմա նման բան չէին անի։ Բայց կարևորն էր, որ հայ սպառազինություն արտադրողին, զենք սպառազինություն, զինամթերք արտադրողին տեղ են տալի։ Բավարար չեն տալի, եթե ճիշտը խոսանք, բայց համենայն դեպս արդեն տեղ են տալի, այն ինչ որ առաջներում նույն անօթաչու արտադրողների համար անհասանելի թվաքանակներ էր պատվերների, հիմա ասենք սովորական է դառել։
Իհարկե մտածելակերպի մեջ շատ ճիշտ եք ասում, այդ նախորդ պատերազմներին պատրաստվելու ֆակտորը այդտեղ ներկա էր։ Բայց ոնց որ ասեցի, էլի, այդ զենքերը, որ աշխատել են վաղ, չի նշանակում, որ հիմա չի աշխատի։ Մեր սպառազինությունը հենց նույն, ասենք, մինամյոտը, որ 100 տարուց ավելա չէ, հորինվել է։ Թվում է թե ինքը աշխատող չի, բայց սարերում լավագույն հրետանու ձևերից մեկն է, ասենք, հրետանու տեսակը ցածր մարտավարական, ասենք, մակարդակի վրա։ Նկատի ունեմ 500 մետր, 1 կիլոմետր, 2, 3, 5 կիլոմետր հեռավորությամբ, կարող ես սարի այն մյուս կողմը խփես, մի հատ էլ համակցում ես այդ ամեն ինչ անօթաչու հետախույզի հետ, մեկից մեկ կարող ես վեդրոյի մեջ գցես, թվում է թե, ասենք, լրիվ անհասանելի, ասենք, բան էլի, թիրախը խոցելով։ Կարճ ասած, ինքը համ բացասական բաներ այն մոտ առաջացնում, բայց դա չի նշանակում, որ մեջը լավ բաներ չկար, լավ բաներ կար։ Պարոն Վարդանов, այդ ամենը հասկանալի է, բայց կա նաև ապագային միտված, չէ, քայլեր, որոնք պետք է արվեն, որտեվ մենք տեսնում ենք, դուք ասում եք, չէ, այդ ռոլիկները Ուկրաինայից որ գալիս են, մենք այնտեղ հիմնականում ինչ ենք տեսնում, ну չգիտեմ, միգուցե ընտրովի է դա, որ այդ բեսպիլոտնիկները, այդ դրոնները ոչնչացնում են, հա, թշնամու հակառակորդի կենթանի ուժը, մենք դա ենք տեսնում։ Միգուցե նաև կան ռոլիկներ, որտեղ խոցվում են այդ ավտոմատներով այդ բաները, բայց մենք հիմնականում դա ենք տեսնում, մեզ դա են ցույց տալիս։ Հիմա հարցը հետևյալն է. մենք այսօր ունենք ինչ հնարավորություններ ունենք, որպեսզի մեր բանակը մոդեռնիզացվի, պահպանելով այն ինչ որ ունենք, ինչ որ դուք ասում եք, նաև մոդեռնիզացվի բանակը եւ մենք արդեն հաջորդ սերունդների պատերազմներին պատրաստ լինենք, որովհետեւ բոլորը կարծես թե այդ ուղղությամբ են գնում։ Հաջորդ սերունդ ավելի արդիական դարձնել, հա, երևի մեր զինված ուժերը, դա հնարավոր է, որոշ քայլեր արվում են, չի արվում ամենակարևորը։ Բանակը բովանդակային, ասենք, փոփոխության կարիք ունի։ Զինված ուժերը եւ հասարակությունը պետք է փոխվեն։ Երբ որ ես զինված ուժերը փոխվելուց, վերակառուցվելուց ամբողջությամբ ուրիշ զինված ուժերի մասին խոսում եմ եւ հասարակության անուն եմ տալ, ասում են դե հասարակությունը ինչ կապ ունի։ Անմիջական կապ ունի։ Հասարակությունը, եթե բանակի մի մասը չի, եթե հասարակությունը մաքսիմալ ընդգրկված չի բանակաշինության գործում եւ հայրենիք պաշտպանելու գործում, մենք կունենանք այն ինչ որ ունենք։ Մենք արդեն ունենք այս Չիլիի կամ 40-ական թվականների Կուբայի ճանապարհով, ասենք, քայլելու փորձը մենք հիմա ունենք։ Երբ որ հասարակությունը բրդում են այն կողմ, առաջի դեմքերով հայտարարվում է անգից նստիկ տեղներդ ամեն ինչ բանակը ունի։ Բայց բանակը երկրագնդի վրա այդեն զինված ուժ չկա, գործող բանակը, որը ենթարկվի ագրեսիայի եւ ինքը ամեն ինչ ունենա, որպեսզի ագրեսիան հետ շպրտի։ Եթե ոչ վաղ անցյալ գնանք, նայեք, Ամերիկան սպառեց իր հրթիռները Իրանում եւ հաջողություն չգրանցեց, ագրեսիայի իր կողմից ագրեսիա էր, ասենք։ 41 թվականին հիտլերականները հարձակվեցին գործող բանակի վրա սովետական միության։ Գործող բանակի անձնակազմը ամբողջությամբ վերացավ, կարելի է ասել այդ առաջի 2 տարվա մեջ։ 43 թվականից չնչին տոկոս ողջ մնացած մարդիկ, որ 41 թվականից կռվում էր եւ պահեստազորից կանչված մարդիկ հաղթեցին, մտան Բերլին։ Դու պիտի հասարակությունը այն աստիճան ներգրավես, որ չունենաս այն կորուստները, որը իրանց թույլ է տվել, ասենք, Ռուսաստանը, Սովետ միությունը, կամ Գերմանիան, կամ մի ուրիշ այլ երկիր, որը մի քիչ ավելի, մի փոքր ավել մարդկային ռեսուրսներ ունի, տնտեսական ռեսուրսներ ունի։ Մենք պետք է այդ ամեն ինչը անենք նախօրոք։ Անձնակազմը պետք է պատրաստես, դու պետք է նորմալ դպրոց ունենաս, իսկ մեր մոտ հակառակ քայլն է այդում, դեմիլիտարիզացիա է այդում դպրոցի, այն դեպքում, որ դպրոցը մաքսիմալ պիտի միլիտարիզացնես։ Ես մեկ-մեկ կես կատակ, կես լուրջ ասում եմ, որ պամպերսն էլ պետք է կամուֆլաժով լինի հայկական, դա չի նշանակում, որ բոլորս զենքի տակ պետք է լինենք, բայց բոլորս պիտի աշխատենք երկրի անվտանգության համար։ Ոչ թե մենակ հարկերը փողով մուծեցիր ու ամեն ինչ պատրաստ է, այդպես չի։ Այդպես չի լինում, ոչ մի տեղ չի լինում այդպես։ Հիմա շատ շատերը, Շվեյցարիայի անուն տալիս են,
ասում են դե Շվեյցարիան է դիհը, կա Շվեյցարիան սկսել այն դրանից, որ ամենաաղքատ երկիրն էր Եվրոպայի, որտեղ գլխավոր հարստությունը մշակվող հողն էր, Շվեյցարիայում մշակվող հող չկար, դրա համար է իրանց մոտ, ասենք, այդ լեռնային արոտավայրերը զարգացել, որ ուրիշ բիզնես չունեին, բացի կովին ղրգեն սարեր հետ ընդունելով, չունեին հարստություն, բայց իրանք կամաց այդ աղքատությունից դուրս եկան ազգ բանակ դառնալով։ Ազգ բանակը արդեն երևի բան եմ էլի, այդ իմ շվին փչելով արդեն մարդկանց ծանծրացրել եմ, բայց ուրիշ ճանապարհ չկա։ Եթե մարդիկ ուզում են ապրեն հզոր ամրոցում, երկիրը պետք է ամրոց դառնա, էլի ասենք, ու քեզ այտենց հեշտ չլինի խոցելը։ Դու պետք է այդ ամրոցի գարնիզոնը լինես։ Դու այն փողը չունես, աշխարհը չես թալանել Անգլիայի, Ֆրանսիայի, չգիտեմ, Ամերիկայի, մի վաղ առաջ Ռուսաստանի նման կամ նույնիսկ ասենք Ավստրիայի, Վենայի նման չես թալանել, տարել լցել քո մայրաքաղաքը, հիմա անսահմանափակ ծախսեր ես թույլ տալի։ Դու չունես այդ հնարավորությունը։ Դա նշանակում է դու ոչ մի հատ վարձ ու զինվոր չես ունենալու։ Դու պետք է քո բնակչությունը, քո հասարակությունը լինի այդ երկիր ամրոցի գարնիզոնը։ Որովհետև եթե այդ ամրոցը գարնիզոն չունենա, ով ասես կգա աստիճանները դեմ կտա, հանգիստ քայլելով կգա դրոշը կխփի աշտարակին, կասի էս իմն է։ Բոլոր հետևանքներով, ասենք, գրաված ամրոցի։ Պարոն Վարդանов, իսկ արտաքին կապերի մասով, այսինքն դա մի էլեմենտն է բանակաշինության, զինված ուժերի պաշտպանության, անվտանգության ապահովման միանշանակ։ Իսկ ինչպիսի հարաբերություններ պետք է կառուցենք արտաքին աշխարհի հետ այս հարումով, որպեսզի այդ անվտանգությունը ապահովենք նաև դիվանագիտության միջոցով, ռազմաքաղաքական հարաբերությունների միջոցով, որտեղ Ռուսաստանի հետ կարծես թե դուք էլ նշեցիք, որ նույնիսկ զենք չեն կարողանում գնել հայտնի պատճառներով, եւ Ռուսաստանը այստեղ արդեն գործոն չէ։ Գիտեք ինչ, ընդհանրապես արտաքին աշխարհի հետ շփվելու ձախ աշ ձեռքա, չէ։ Զինված ուժեր եւ դիվանագիտություն։ Եթե դու դիվանագիտությունը մոռանում ես, ունենում ես 20 թվական անգրագետ դիվանագիտության պատճառով գոնե մի քիչ մարտունակ բանակ, որը ոչ մի դաշնակից չունի։ Իր դեմ կռվում է բանակ, որը որ բոլշի ավելի հարուստ երկրի բանակ է, ավելի մեծ թվով, հետներ դաշնակից ունի 100 միլիոնանոց, ասենք, Թուրքիան 200 միլիոնանոց, թե Աստված գիտի ինչքան են դրանք այնտեղ շատացել Պակիստանը։ Էլ չեմ ասում Իսրայելը։ Պետք է աջ ձեռնել, ձախ ձեռնել իրար հետ հավասարաչափ զարգանան, երբ որ աջ ձեռը մի քիչ ավել է զարգանում, պետք է մի քիչ օգնի ձախին, որ ձախը գա հետևից։ Մենք դիվանագիտության մեջ 20 թվականի ծեսյան սկսեցինք որոշակի հաջողություններ գրանցել, այդ դեպի արևմուտք դիվանագիտական գոնե դրեյֆով էր բացատրվում 23 թվականի ծեսյան, բայց զինված ուժերը պետք է ոնց որ ասած դիվանագիտությունը հիմա բուքսիրան է, եթե առաջ մենք ուժեղ բանակ, ազատագրված դաշտային Արցախ եւ դիվանագիտությունը ոնց որ ասած բուքսիր էր անում զինված ուժերը, հիմա հակառակի միգուցե ժամանակն է եկել։ Դիվանագիտությունը կարծում եմ մեծագույն աշխատանք ունի կատարելու, որ ձախ ձեռը կամ հակառակը ոնց ասեք, որ գա հասնի իր մակարդակին, որտեղ դիվանագիտությունը իհարկե Թուրքիայի եւ ասենք Բաքվի կառավարիչի խանի հետ մենք կաղում ենք, որտեղ այնտեղ կելտերի հոգեբանությունն է աշխատում, երբ որ Հռոմին ծեծել էին, ասացին բան չէ, Գորի Պաբիժձոնն եմ թուրը դնելով շարքի վրա, բայց մնացած աշխարհում մենք սկսել ենք մի քիչ ակտիվ լինել եւ դա բերում է իր բաները, օրինակ ես հասկանում եմ, որ նախընտրական բաներ, լուրջ քայլեր եվրոպական առաջնորդներին բերել Հայաստան, բայց համենայն դեպս բերեցին, չէ։ Բերեցին եւ դա նես չի, որ եվրոպական առաջնորդները բոլորը հենց հրճվանքով եկան։ Դա որոշ աշխատանքի արդյունք է, իհարկե փոխադարձ, ասենք, հարաբերությունների։ Նես չի, որ զորով են բերել։ Ուզում են, երբ կա, ուզում են կարող են։ Հա, ուզում են կարող են, բայց դու այդ իրա ուզելը, ցանկությունը պիտի կարողանաս առաջացնես, իսկ եթե պահի տակ առաջացավ, ոչ թե բանկով իկրեն մտնես բողազը, այլ ուրիշ ձևով կարողանաս, ասենք, իր հետաքրքրությունը պահես բարձր մակարդակի վրա։ Ես միշտ ասել եմ, որ մենք մի քանի խնդիրներ ունենք ու
գլխավոր խնդիրը դա հասարակությունը թերագնահատելն է, ոչ միայն զինված ուժերի հետ կապված, այլ նաև դիվանագիտության մեջ, նաև ասենք ներսի քաղաքականության մեջ։ Հիմա նայեք, փրկարարական աշխատանքներ են այդում որոնողական ավելի շուտ 2 երեխա ջրի մեջ հայտնվել, մեկի ոնց որ դիակը գտել են։ Էլի պետությունը չի կարող առանց հասարակության, որովհետև համ այնտեղ տարբեր բնակավայրերի բնակիչներն են ելել պետական աշխատողներին օգնելու, համ հասարակական կազմակերպություն մասնակցում, մինիմում ոմա ալավերդին մասնակցում այդ որոնողական հնարավոր չի, որ պետությունը ամեն ինչ անի։ Նույնը դիվանագիտության մեջ։ Մենք այնքան ասենք անհեռատես ժողովուրդ ենք, ունենալով հսկայական սփյուռք աշխարհում։ Ես մի բան ասեմ, չգիտեմ, արժե է այտենց երկար խոսալ, ինչքան ժամանակ ունենք։ Քիչ։ Ավարտվում է։ Ուրեմն սովետական միությունում 15 հանրապետություն էր։ 15։ Եվ ընդամենը 2 երկիր 15 հանրապետությունների ուներ ինքնուրույն աշխատող KGB։ KGB-ն դա հետախուզություն, հակահետախուզություն, դա միայն ասենք գրողներին գժանոց տանող կառույց չէր, էլի, նաև ինքը հետախուզությունով էր զբաղվում եւ հակահետախուզությունով։ 2 երկիր։ Մեկը շատ ուժեղ հակասովետական սփյուռք ունեցող Ուկրաինան էր եւ խնդիրը այդ դրա դեմ հակազդել էր։ Մյուսը Հայաստանը, որը սփյուռք ուներ։ Իսկ մենք վերցնում ենք սփյուռքի բանը հանձնակատար ենք դարձնում սփյուռքի նախարարությունը, որպեսզի կարողանանք ոչ Հայաստանի քաղաքացուն ծառայության վեկալենք այդ կառույցի գլխին դնենք։ Ես ոնց հասկանում եմ Ամերիկայի քաղաքացի առեսոր այդ հանձնակատարը ու մենք դրա խաթր մենք չենք հեռացել էլի ասենք մարդապաշտ sense չգիտեմ բանից այ ոնց որ 2009 թվականին հատուկ նշանակության զորքերը ազգային անվտանգության փակեցին որովհետև նախորդ նախագահի մարդներ ճակերտավոր էլի իհարկե այդ վարչության պետը երրորդ նախագահան երկրորդ նախագահի հետ դեռ այն ժամանակ երևի ինչ-որ ձևով ճորկեք ունենալով փակեց սպեցնազը KGB-ի կամ ազգային անվտանգության։ Հիմա մենք ինչ շահեր հետապնդելով մենք կորցնում ենք մեր պոտենցիալը։ Մենք չենք օգտագործում, ինչ ենք անում մաքսիմում, որ սփյուռքի հետ կապված գործ ենք տեսնում։ Միլիոնատերներին կամ մուլտիմիլիոներներին տանում նստում են։ Դալիճում երկրի առաջի դեմքերից մեկը հելնում հետները զրուցում է ու վերջ այնտեղ մի քանի միլիոն հայ կա հրեաների հետախուզությունը դրանից է ուժեղ որ 400 քանի աշխատակից ունի հա Մոսադը ինչքան հիշում եմ 400 աշխատակից ընդամենը ունի ո՞նց է կարում աշխարհում ինչ ասես անի կարող է սփյուռքի պոտենցիալը իր օգտագործելով Մենք ո՞նց ենք կարողանում այդ բանից ռեսուրսից հրաժարվենք։ Նույնը դիվանագիտության մեջ է։ Հետախուզությունը ընդհանրապես պիտի հասկանանք, էլի, այդ հերո հետախուզությունը ոչ մարտական ռազմական, ինքը միշտ եղել է արտաքին, ասենք, գործերով զբաղվող գերատեսչության մի մասը։ Հետո իշխանությունը բաժանում էին, ասենք, որպեսզի մեկ հոգու կամ ինչ-որ խմբի ձեռը մեծ իշխանություն չլինի, դրա համար սկսեցին անջատել մեկը մյուսից։ Այ ոնց որ ասենք հիմա մեր ազգային անվտանգությունից առանձնացրել ենք արտաքին հետախուզությունը։ Արտաքին գործերով զբաղվում է նաև հետախուզությունը։ Հիմա մենք չենք օգտագործում ոչ ռեսուրսները մեր նորմալ, ոչ հետախուզության պահով, ոչ դիվանագիտության պահով։ Ոնց կարելի է, ես չեմ հասկանում։ Մենք պետք է մի քիչ խելքի գանք, պետք է մեզ, չգիտեմ ինչի տեղ չդնենք, երբ որ ինչ-որ մեկը բնական է, չէ, այնտեղի քաղաքացին դեսպանի այդ ժողովի վաղ կարա, չէ, ըսկի չվախենալով, որ ես իմ ինչը լինի, հելի ասի ես բանը ինձ դուր չի գալի։ Լով կդիմանա, ինքը գեներալին հավասար պաշտոն է կրում, դեսպանը ու իրան ինչ-որ հակավի կոնկրետ փաստեր է, էլի, ասենք, ուղղակի չեմ ուզում, ասենք մարդկանց անուններ բարձրաձայնեմ։ Լով կդիմանա, իրան հակաճառեցին։ Կարող է մի քիչ էլ ասենք երկրի շահերից մտածեք, ոչ թե ասենք ձեր անձնական ինքնահաստատվելուց եւ ասենք ամբիցիաներից։ Կարճ ասած մեր պերսպեկտիվաները լավն են, եթե ռեսուրսները օգտագործենք։ Հուսանք, պարոն Վարդանով, շատ շնորհակալ եմ ձեզ։ Իմ հյուրն էր ՈՄԱ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը։
Ես Դավիթ Ստեփանյանն եմ, ձեզ հետ էին մանրամասները, կհանդիպենք։